Մենք պետք է մեր ազգային բերդ բարեհիշենք, երբ որ բոլորս մեկս մյուսիս ուս տված հանգիստ կարողանում ենք առաջ բերել այն ուժին, որը կկարողանա մեր երկիրը իսկապես պաշտպանել եւ այնպես անել, որպեսզի հատկապես մեր պատմական գործընկեր երկրները իրենք էլ որոշակի վտանգներից, սպառնալիքներից ապահովված լինեն, որովհետեւ Հայաստանի կորուստ ու անկում, որը անպայմանորեն տեղի կունենա Նիկոլի դեպքում, ինքը խոսում է սեպտեմբերի պատերազմի մասին, ոչ թե այն կոնտեքստում, որ եթե ինքը չեղավ, եթե ինքը եղավ, ապա պատերազմը չի լինի, ընդհակառակը։ Սա նույն 2018-ի խոսույցն է։ Երբ որ քննադատում էր բոլորին հրապարակում, ասում էր ես ոչ մի բանի մասին ոչ մեկից թաքուն ոչինչ չեմ պայմանավորվի, ձեզ կկանչեմ հրապարակ, բոլորիդ առջև կկարդամ ինչ են ասում, դուք էլ կորոշեք ինչ եք ցանկանում։ Ես տեսնում եմ, որ նա ունի պայմանավորվածություններ Հայաստանի մնացած տարածքների վաճառքի մասին, որը ոչ մեկին չի ասելու եւ չի հայտարարելու, եւ ինքը հերթական պատվողական պատերազմը նախագծած ցանկանում է կրկին զավթել իշխանական ուժը։ Դա համար ես դեմ եմ անգամ նրա հետ ընտրություններին,